Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-5321 և հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրերին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին և գնդապետ քաղաքական գիտությունների թեկնածու ռազմաքաղաքական գործիչ Ալեքսան Մինասյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան և Facebook-յան էջերում։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք երկուսով այս հաղորդմանը մասնակցել։ Ինչու որոշեցի այս ձևաչափով ձեզ հրավիրել։ Երկուսիդ մոտ էլ տեսնում եմ ազգային շահի, այսպես ասած, գերական և սերունդի դաստիարակության հարցում շատ խնդիրներում տեսնում եմ, որ առաջարկում եք միևնույն լուծումները։ Այսօր մեր բանակը 34 տարեկան է։ Խոսենք մեր բանակի մասին, խոսենք մեր տղաների մասին, հիշենք այն զոհվածներին, որոնց հիշեցինք երեկ և հիշում ենք ամեն օր և պարտադիր չէ, որ լինի հիշատակի օրը։ Այնպես որ քննարկենք այսօր և հասկանանք, որտեղ է մեր բանակը մեր այսօրվա իրականությունում։ Երևի թե պարոն Մինասյան, առաջինը ձեզ մեր խոսքը ուղղենք որպես զինվորականի, նախ շնորհավորում ենք նաև ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ես ուզում եմ շնորհավորել ողջ բանակին, բայց նամանավանդ ուզում եմ առանձնացնել այն տղաներին, որոնց այսօրվա իրավիճակը ես գիտեմ, կրակի շուրջ այսպես ձեռքերն են տաքացնում, ձյունը գալիս է, երբեմն անգամ սննդամթերքի ճանապարհները ձնապատ են լինում, փակված են լինում, չի հասնում, ուշանում են, անգամ սնունդը կարգավորում են մասնաբաժերի, որտեղ գիտեն կարող է մի օր կամ երկու օր հանկարծ ուշանա։ Ես նամանավանդ շնորհավորում եմ իրենց, որոնք այսօր հենց այդ փոքրիկ կրակի շուրջ, այսինքն փոքր, այսքան, այսինքն մի քանի փայտի խոտի արանքներում կանգնած են ու պահում են մեր անդորը, մեր երկրի անդորը։ Ես ոչ միայն շնորհակալ եմ, այլ խոնարհվում եմ նրանց առաջ եւ շնորհավորում եմ ողջ բանակին։ Պարոն Շիրինյան, լսենք ձեզ որպես արդեն հասարակական գործիչ։ Ասեմ, որ բնական է, որ շնորհավորում եմ մեր սիրելի նաև պարոն Ալիկ Մինասյանի Ալիկ ասեք։ Այդպես սկզբից ասեմ, հետո բոլորին, նաև նրանց, ովքեր մեր բանակի ակունքներում են, բայց այն ակունքներում, որոնք մեր իրական, ես վստահ եմ, անկախ պետականության այդ շունչը փոխանցելու են դարետար, ես չեմ կասկածում, այդ հայ զինվորականությունը պիտի վերականգնվի իր դժվարություններ եւ ամեն ինչով, բայց պիտի լինի բոլորին եմ շնորհավորում, ինչպես որ ասվեց այն ցրտի մեջ կանգնածներին, որոնք իսկապես այդ բարձ է նաեւ ինչ վիճակ է, բայց նաեւ մի բան ասեմ, որ իմ ցանկությունն է, որ Հայաստանն ունենա բանակի գլխավոր այնպիսի շտաբ, որ տղաները նույնիսկ հացի պարագայում ունենան արհեստական սնունդ եւ այլն, եւ չնայեն այսօրվա վիճակին, էլի, մենք պիտի ունենանք բանակ, սովորաբար ասում են զինվոր, դա ճիշտ է, բայց բանակ, որն ունի գեներալիտետ, եւ որը ռազմավարություն գիտի, եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի, որտեղ հայ զինվորականը մեր սիրելի Ալիկ գիտի, որ աշխարհով մեկ միշտ տվել է, զարմանալի կլինի, եթե հիմա գոնե մեզ չտա նրանց, ովքեր մեր զինվորականներն են, այսպես ասեմ, բոլորին, եւ նաեւ մեր ժողովրդին, ժողովրդի գիտակցության մեջ էլ պիտի լինի, մի բան, որ եթե չունես բանակ, չունես պետական հզորություն, եթե չունես պետական հզորություն, պիտի ծառա լինես ուրիշի արտը ջրելու համար, հետո այդ ուրիշի ինչպես կվարվի քեզ հետ, շատ հայտնի է, հիշեցնեմ նաև 14 թվականին Ցեղասպանության նախօրյակին Օսմանյան պետությունը ընդհանուր զորակոչի շրջանակներում զորակոչեց նաև հայությանը զորակոչեց, որպես քաղաքացի իրենք էլ ներկայացան գնացին, որոնք մի տարի հետո, իշքան հիշում եմ, մոտ 300,000 սկզբից զորքին դուրս բերեցին ռազմական հանձնարարությունների շրջանակից, տեղափոխեցին
Եվ հետո որպես գումակ օգտագործեցին, օրինակ Երզնգայից մինչև ուր սա էլ պետք է ասվի, չէ՞, մարդիկ տեղյակ չեն, մինչև Երզրում, Կարին, ուրեմն որպես բան փոխադրող կենթանի դիտավորյալ պարկեր էին տեղափոխում, պատկերացրեք ձների մեջ ինչքան սառեր մնացին, ինչ եղան, հետո մնացած ինչեր մնացել են գնդագարեցին, առիթից օգտագործեմ նաև, որ հիմա որ շատ են մեղադրում գերմանացիներին, շատ է, այս վերջերս անընդհատ ֆաշիզմ, ասեմ, որ այդ համակենտրոնացման ջամբարներ եւ այն առաջին ջամբարները փորձարարական, բիոլոգիական լաբորատորիաները, որտեղ մարդու վրա տիֆով եւ այլն փորձ են արել իրենց բանակի օգտագործելու, եղել է Երզնգայում կենտրոն եղել հատուկ։ Ինչ որ գերմանացիները դեր ժամանակ անում էին գերիների վրա եւ այլն, օթաչուներ բաներ։ Ուզում եմ ասել, սա մեկ եւ երկրորդը նորից հիշեցնեմ 600,000 մարդուց ավելի սովետական բանակը զորակոչել է հայություն, ցեղասպանությունից մի 2 տասնամյակ հետո, մենք կարծեմ Հայաստանում 2 միլիոն բնակչություններ չենք ունեցել։ Այդ արհավիրքից 300,000-ից ավելին չի վերադարձել։ Այդ սակավ ցեղասպանության ենթարկված ժողովրդից 4 իսկական կոմպլեկտավորված դիվիզիա են հանել, 2-ը ոչ կոմպլեկտավորված, որտեղ այդքան չկար։ Հիմա թե Թուրքիան է շնորհակալ եղել հայությանը, թե Ռուսն ու Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելարուսը, հատկապես Բելարուսը, դա դուք տեսեք, ինչ եմ ուզում ասել, որ մենք պիտի մեր նման պայծառ ինչ որ գիտեմ, ազնվորության եւ կատարյալ գիտելիք ունեցող մարդկանցով մեր բանակ ստեղծենք, որպես լինենք պետական հզորություն։ Այդ մնացածը երկրորդական հարց է ինձ թվում։ Պատմական ակնարկ արվեց պարոն Շիրինյանի Չէ, մի կողմից։ թող իմանան էլի։ Բացի իմանալուց, մենք դասեր պետք է խաղայինք այն ինչ որ մեծ հետ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան, Դեք վաղուց արտահայտության չէ, գիտեք, եթե ներկայացնում է Գնահատականները Գնահատական այնպես չէ տրվում, տրվում։ պարոն Մինասյան։ շնորհակալ եմ։ կարծում եմ օբյեկտիվ է։ Ինչ ունի անելու մեր բանակը 34 տարեկան դեռ, այսինքն տարիք այնքան էլ երիտասարդ։ Գիտեք, այսպես ասեմ, որպես նաև քաղաքագետ, ես ուղղակի ուսումնասիրելով պատմական էքսկուրսի մա չեմ անի, բայց ակնհայտ փաստ է, որ բանակը մեր անվտանգային խնդիրների գոնե 30%-ն է կազմում։ Պաշտպանական խնդիրների 50%-ը։ Ես տարանջատումներ եմ մտցնում ու այստեղ կուզեմ նաև իսկապես շնորհավորել նաև այն մարդկանց, ովքեր պաշտպանական խնդիրներով նույնպես զբաղված են, որտեղ այստեղ մենակ բանակի խնդիրը չի։ Բանակը պաշտպանական խնդիրների 50%-ն է, լավագույն դեպքում։ Իսկ եթե անվտանգային ամբողջ խնդիրը դիտենք, որպես պետականություն ու պետություն, երևի 30%-ն է, բայց մի բան ակնհայտ է, բանակը դա պետության մաշկն է, արտաքին մասն է, ինչպիսի որակյալ մաշկ ունենք, մենք այդպես լավ կարող ենք պաշտպանվել թե արևից, թե անձրևից, թե արհավիրքներից ցանկացած։ Եվ կարծում եմ, մենք պիտի լրջագույն ուշադրություն դարձնենք բանակին, նաև ես չեմ ուզում հիմա վերադառնալ ավելի խորը մեթոդոլոգիական մտքերի, որտեղ դե երկար պիտի տևի, պարոն Շիրինյանն էլ կասի բոլա խոսած, տարիքով ինձնից մեծ է, կասի քիչ խոսա, դե բայց եւ այնպես իրականությունը մեկն է, մենք պիտի խորությամբ թափանցենք բանակին, որտեղ ինչպես ասեցի, արդեն բանակը մեր անվտանգային խնդիրների գոնե 30%-ն է։ Պարոն Շիրինյան, բանակի վերափոխման վերաբերյալ շատ ենք խոսել պարոն Մինասյանի հետ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ասեմ, որ պարոն Մինասյանը այդ պատերազմի ժամանակ իր ջոկատում ունեցել ընդամենը 2 վիրավոր եւ բավականին տղաների այսօրվա մեզ հետ լինելու հանգամանքը հենց պայմանավորված է գրագետ ճիշտ հրամանատար ունենալու այս տրամաբանությունը։
Հիմա վերափոխվում է բանակը, զինծառայությունը, ժամկետային զինծառայությունը կրճատվեց, պարազինությունը ամեն դեպքում փոխվում է, վերափոխվում ենք, դուք միշտ նշում եք, որ այս ամենին զուգահեռ մենք պետք է ունենանք կրթված սերունդ, որպեսզի այդ սպառազինությանը կարողանա տիրապետել եւ ընդհանրապես ինչպես պարոն Մինասյանն է ասում, մանկապարտեզից պետք է դաստիարակել տղաներին, նոր հետո ճանապարհել ծառայության, որպեսզի այդ միջանձնային այդ հարաբերությունները չկարգավորելու դեպքում մենք չունենանք դժբախտ դեպքեր եւ այլն։ Ամեն դեպքում այս բարեփոխումները մեզ ուր են տանում։ Դե պետականության կայացում են տանում, այստեղ մենք չպետք է կասկածենք, ուղղակի պիտի լավը կստացվի, թե չէ, ռացիոնալ կլինի, թե չէ, ոգեղեն կլինի, թե չէ, հարցը այստեղ է։ Այսինքն մենք պիտի ուղղորդվենք այս ուղղություններով, որ ունենանք մոբիլ բանակ, շարժուն, ուրեմն կրթված զինվոր սպայով, հիմա այդ տեխնիկային տիրապետել հնարավոր չի, այլ նաև հեռանկարի իմաստով մենք աշխարհագրորեն չէ, փոքր է, 30,000 ենք, այդ ծև ասենք, մեր ազգաբնակչություն առայժմ մեզ կան, այս ռեսուրսները հաշվի առնելով, պատկերացրեք ինչպիսի բանակ է մեզ պետք, այս հաշիվներով, բայց ապական առջևում է, մենք ունենք ազգային խնդիրներ շատ, այդ շատերը չէ որ պիտի մասնակցեն, հիմա ուղղակի կարիքը չկա մարսեն սրանց մասին խոսել, որովհետև հիմա դրանց մասին խոսել առանց վերակառուցման կլինի սուտ քաչնազարություն, անիմաստություն եւ վնասական, անշուշտ ինչպես որ եղավ, չունես, բայց տարածաշրջանում առաջինն ես, հետո ով ապացուցեց ով է առաջինը, արդեն ուրիշ է։ Ուզում եմ ասել սա, հիմա ինչ է պետք։ Ես չեմ ուզում մտնեմ իմ ընկերոջ ասեմ ոլորտ կոնկրետ իմաստով, որտեղ ինքը այն մասնագետն է, որ ինքը կասի եւ քաղաքականության դիրապետում։ Երկրորդ մասը ասեմ, մեր աշխարհագրությունը եղածը այն է, ինչ որ կա։ Աշխարհագրությունն է քաղաքականություն թելադրում, պետության կառուցված թելադրում, բանակի կառուցված բովանդակություն եւ այլն։ Լեռնագրականն ենք, այս կան տարածք ունենք եւ լացել բանել պետք չի։ Ուրեմն այս պայմաններում եղած վիճակով բարձ չի որ մեզ պետք է լեռնահրաձգային տերմինն ասեմ, գուցե ուրիշ անով լեռնահրթիռային թե ինչ, բայց մեր լեռնագրության համապատասխան ուրեմն բանակ պիտի ունենանք, իսկ այստեղ առանց կրթության չի լինի, մանավանդ մեր օրերում, որտեղ տեխնոլոգիաներն ուրիշ են, եւ պիտի ոչ թե հիստերիա անել, այո, արևելքում ադրբեջաններ նստած հայկական տարածքի վրա եւ հայկական մշակույթի յուրացման ակտիվ գործով զբաղված Քոչարյան Ռոբերտը դա շատ լավ գիտի, ինչպես են իր աչքի առաջ իր խաչքարերը լցնում արաքսը, հա, եւ ձեն չի հանում, հետո է հերոս դառնում։ Ուրեմն արևմուտքում Հայաստանի հսկայական մասն է, հարավում Մասիսն է, հյուսում Վրաստան։ Այսինքն սրանք այնպիսի բաներ են, որ մեզ օբյեկտիվորեն դնում են մեր վիճակից դուրս։ Հիմա այս պայմաններում խաղաղությունը մեզնից է կախված, թե պատերազմն է կախված։ Պիտի նկատի ունենանք այդ օբյեկտիվ հանգամանքները եւ բանակը ներկա վիճակով եւ հեռանկարի առումով ստեղծենք այդպիսին։ Մնացածը ես վստահ եմ, որ եթե խնդիրը այդպես է դրվում, մասնակետը այդպես էլ կանի։ Մեզ համալսարաններ են պետք։ Մեզ ակադեմիա է պետք, զինվորական, իսկական ակադեմիա է պետք, որ չգնան ուրիշ տեղեր սովորեն, վերբով կալինեն, ռուսերեն ասեմ, գան երկրորդը։ Մեզ հոգևոր ակադեմիա է պետք, որ չուղարկեք հոգևորականին են պասատում, չգիտեմ որտեղ, որ դառնան S եւ այլն վերադառնան։ Մենք այդպեսի կենտրոն պետք է լինենք եւ մենք կարող ենք տանենք։ Ես վստահ եմ, որ եթե Սփյուռքի հետ, չեմ ասում հույսներս Սփյուռք, բայց նրանց ընդգրկումով մի ժողովուրդ են, չէ՞, մենք կարող ենք այդ բոլորը անենք եւ կլինենք իսկապես բանալի պետություն։ Մնացածը տեխնիկայի հարց է, մարդիկ կգտնվեն, բայց պիտի մենք սովորենք ստրատեգիական մտածողություն, տակտիկականով հարց չի լուծվելու, այսպես ասեմ, mən խնդրեմ։ Պարոն Մինասյան, միշտ խոսել եք, որ բանակի մոդելը պետք է փոխվի։
Այո։ Եվ պարոն Շիրինյան, այդ լեռնագնացության մասին մենք խոսել ենք, որ նույնիսկ դուք ասում եք, որ մեր տղաները պետք է իմանան ժայռերի մեջ ինչպես պատասպարվեն, ինչպես կարողանան, մի խոսքով, այն ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք, հիմա ընդհանուր հիմի ենք բերում։ Ես ուրախ եմ, որ պարոն Շիրինյանը նույնպես վերադարձավ այդ հարցին, այսինքն դա նշանակում է մարդիկ հանձինս պարոն Շիրինյանի համաձայն են այն մտքին, որ այո, պետքա փոփոխություն, որտեղ կախված լանդշաֆտից։ Ինչպիսի լանդշաֆտ ունես քո դիմաց, քո թատերաբեմը ռազմական ինչպիսին է, ըստ դրա դու պիտի ունենաս բանակ։ Մանավանդ ես արդեն մի քանի անգամ դա ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեր տարածքում պատերազմ մղելու։ Պատերազմական իրավիճակ ստեղծված մեր տղաները պիտի հայտնվեն իրենց թիկունքում։ Այլ ընտրանք մենք չունենք։ Լավ նայեք, հիմնական մասը անգամ Սյունիքի հետ հիմնական հատվածը, եթե նայում ենք, 42-ից 46 կիլոմետրանոց լայնք ունի։ Դե, այսինքն հասանելիա ցանկացած հրանոթի համար հասանելի է։ Հիմա մենք ո՞նց կարող է լուրջ պատերազմ մղենք այնտեղ, որտեղ մեր ժողովուրդը լինում է կրակի տակ։ Դե հիմա մի հատ էլ բանակ է այնտեղ լինի, փորձելու են բանակին խոցել, բայց խոցելու են խաղաղ ժողովրդին։ Փաստորեն մենք վնաս ենք տալու դրանով։ Հետևաբար, այո, պարոն Շիրինյանի հետ լրիվ համաձայն եմ, բանակը պիտի ձևափոխել, այլ բանակ է պետք մեզ։ Չգիտեմ, ոնց են կոչվում, հատուկ նշանակության կոչեք, անունը կարևոր չի, անունը ստեղ կարևոր չի, եւ այդ բանակը ստեղծելու համար մենք պիտի մոտենանք մեր արմատներին։ Ես արդեն ասել եմ, փոքր տարիքից հեռուստատեսության պետությունը պիտի սկսի զբաղվել երեխայով, որպեսզի նրա մոտ արագագործությունը, կոորդինացիան ունենա, որովհետեւ դրանք չունենալով երեխան, որը գալիս է բանակ, պատանին, որը գալիս է բանակ, ինքը արդեն թույլ է, համապատասխան չի, ինքը ստանդարտ բանակի հարմար է, բան չունեմ ասել, ուզենք բռնող, ավտոմատ բռնող, այսինքն ինքը կարող է նմանվել մեր ֆիդայիներին, ես ինձ եմ համարում այդպիսին, բայց բանակը դա կանոնավոր տեսակ է։ Ժամանակներն են փոխվում, Ժամանակները փոխվել են, զենքեր փոխվում, ամեն ինչ է փոխվել։ Հիմա մենք պիտի ստեղծենք երիտասարդին այնպիսին, որ ինքը մտածելու ունակությունը, ֆանտազիան, ես արդեն խոսակցության ժամանակ ասեցի, տարերը մենք բոլորս գիտենք, մենք կարողանում ենք նամակ գրել, բայց բանաստեղծություն գրում են շատ քչերը, այսինքն այդ մտքի արգասիքը բանակում անպայման պիտի երևա պատերազմի ժամանակ, գործողությունների ժամանակ, պաշտպանվելիս, հարձակվելիս, այսինքն մտածելու ունակությունը, արագ մտածելու, ես դրա համար ասի, արագ մտածելու ունակություն, կոորդինացիա, դրանք փոքրից է գալիս, եւ դա առավելություն է տալիս անգամ մեր ազգին, որը որ գնում է արտասահման, թեկուզ մի քանի տարով գործելու, ապրելու, հնարավորություն է տալիս իր որակը ցույց տալու որպես տեսակ։ Այստեղ տեսակի որակի խնդիրն եմ ես կարգավորելու։ Հիմա գրում եմ, ես դրա մասին եմ գրում, եւ իմ սաներին, Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին, ես այդպեսին էի ուզում տեսնել, բայց տեսեք, պատերազմը ցույց տվեց, պարոն Շիրինյանը արդեն ասեց, որ պատերազմը ցույց տվեց ով է ուժեղ, այդ հոխորտալով, որ մենք ուժեղ ենք, չգիտեմ, Կովկասի վագրն ենք, չէ՞, պարոն Շիրինյանը։ Այդպես էին ասում։ Հա, համենայն դեպս այդպես մենք խոսում ենք, մեզ դրել ենք, չգիտեմ ինչի Դուք եք մարտի դաշտում եղել։ Տեսել եք շատ։ Եղել եմ, համաձայն եմ, բայց գիտեք, ինձնից շատ կախված չէ, ես ընդհանրապես մի հատ գնդապետ եմ եղել կամ հարցեր, այտենց լրջագույն հարցեր, որը վերևից նկատի ունեմ հենց այդ պահին էլ եք տեսել այն բացերը, որ կար։ Տեսել եմ, աչքիս առաջ է եղել, փորձել եմ ինչ-որ բան, ասենք թե լրացնել ունակություններով, բայց միևնույնն է քիչ է, դա պիտի գա լրջագույն պատրաստվածությունից տակը պատրաստված մարդ պիտի ունենաս, որ այդ խնդիրը կարողանաս կատարել։ Հենց այնպես խնդիր չես կատարի, դրանք հեքիաթներ են։ Դրա համար այն կարծիքին եմ, որ մենք լուրջ պիտի մոտենանք եւ ես ցանկանում եմ, որ մեր բանակը իսկապես ձևափոխվի եւ գան այն մարդիկ, ովքեր ունեն այդ մտածելու լուրջ հնարավորությունը, որտեղ ոչ բոլորը հնարավորություն ունեն։ Բանակում նաև մի խնդրեմ էլ առաջ եկել, պատասխանատվության խնդրեմը։ Միջին հրամանատարությունը սկսած լեյտենանտից մինչև մայոր,
պատասխանատվությունից վախենում է, այսինքն ինքը վախենում է ասի կրակի կամ չկրակի, որտեղ վախենում է ասի կրակի պատժեն, չկրակի նորից պատժելի, այսինքն իր ազատությունը որպես հրամանատարի պիտի վերականգնվի, դա էլ սովորելու հետ կապված չի։ Այսինքն իրավիճակի գնահատականը ինքը պետք է տա եւ որոշումներ ինքը կայացնի։ Ապրեք, տեղում ինքը պիտի որոշում կայացնի։ Մենք պիտի բանակի բարձրագույն հրամանատարությունը իրենց թույլ տա ինքնուրույն իրենք մասնակցեն գործողությանը, իրենք որոշումներ կայացնեն։ Մարտավարությունը տեղում պիտի որոշեն, որտեղ մարտավարությունը երբեմն հիմա այդ ջոկատներ, երեխեք որ սովորում են, ասում են մարտավարությունը այսպեսին, մարտավարությունը այսպես արի, այդպես չի կարող լինել։ Այնտեղ մի հատ պուլեմյոտ ավելացած սարի վրա, մարտավարությունը հրամանատարը պիտի փոխի, ինքը չի կարա այդ կապիտանը կամ մայորը զանգի վերև ասի, գիտեք, ստե մի հատ պուլեմյոտ ա բանարիա, ես սենց պիտի շարժվեմ, ինքը տեղում պիտի իրեն հնարավորություն տան եւ ինքը վախի զգացողություն պիտի չունենա, որ ենթարկվելու է պատասխանատվության, ինքը պիտի հետագայում բացատրի, որ այս պարագայում ես արեցի սա եւ դրա համար իրեն պետք չի որ մտցնեն ցեխը, նկատողություն տան կամ որակազրկեն, դրա համար եմ ասում, մենք պիտի ունենանք բանակ, որը մտքի վրա պիտի հենվի, ազատության, մտքի գումարած ազատությունը, որպես զինվորականի, դա չեղավ, հավատացեք, ասողը, ես եմ ամեն տեղ քիթս մտցրած այդ պատերազմներին, Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, քիչ շանս կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
մենք հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարունակենք, որ չընդհատվի մեր ասելիքը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, եւ խնդրում եմ կարճ ձևակերպել ձեր հարցը։ Պարոն Շիրինյանը իր խոսքի սկզբում ասեց, թե բանակում բարեփոխումներ է կատարվում։ Հիմա եթե լսենք, որ ծախսերը կրճատում են 230 միլիոնով, իսկ աշխատողների պարգևավճարները 1 միլիարդով ավելացնում են, զինվորական ուսուցումը կրճատում են 6 ամիսով, դա բարեփոխում է, չէ՞ որ փորձված է արդեն մշակված ծրագրեր կան, որ 2 տարով պետք է զինվորները ուսուցումը հասնեն, որ պատրաստեն իսկական զինվոր դառնան։ Չէ՞ որ Լավ, հասկանալի է, մի քիչ ստիպած եմ ընդհատել, որ հասցնենք պատասխանել։ Պարոն Շիրինյան, ձեզ է ուղղված հարցը։ Ես պատասխանեմ հետևյալը։ Ընդհանրապես այս անվստահությունը ես չեմ հասկանում։ Ընդհանրապես եւ ամեն ինչով միջամտել է։ Մենք գաղտնիք բացեմ։ Ես երևի տասնյակ գրքեր եմ կարդացել ստրատեգիայի վերաբերյալ գեներալների գրածներ եւ այլն, բայց ես ինչքան նույնիսկ ձեզ մոտ եմ եկել, ես ասել եմ խուսափում եմ գլխավոր շտաբի եւ բանակային մարդկանց այսպիսի մասնագետների գործի մեջ մտնելուց։ Ես դա չեմ հասկանում այդ ամենը։ Նախ պարգևավճարը տնենք այն կողմը, կառավարություն գզանգեք, կարծնեք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ես կարող այնպեսին ինչպեսին հայ ժողովրդի միջին խավն է, միջին։ Մենք ոչ օլիգարխ ունենք, ոչ էլ բան, իսկ մնացած արդեն տվեք իրենց։ Այս մեկը, բայց չխառնենք իրար։ Հիմա երկրորդ մասին գանք։ Ուրեմն, եթե 2 տարին պիտի պահեն, եթե, ես չեմ կարող ասել ճիշտ է, թե սխալ, որովհետև դա ես մի քիչ ուրիշ բան գիտեմ, բարեփոխումներն անում են նրանք, ովքեր որ գիտակ են։ Ինչքանով են գիտակ, մեր ընկերը կարող ավելի լավ ասել։ Ուրեմն, այս հարցերը, այն հարցերը չեն, որ ամեն մեկը պետք է քիթը ենել դժգոհության խոտի մեջ 2 տարի։ Իսկ ցեզով է ասել, որ ռացիոնալ ժամանակը 2 տարինով է ասել։ Ռացիոնալ ժամանակը այսօր արագությունների փոփոխության պայմաններում մեր դեմոգրաֆիական վիճակով մենք չենք, Չինաստան չենք, մեր ազգաբնակչության զգալի մասը տարեց է, մի մասը բանակից խուսափել է եւ այլն, եւ մենք ունենք այն ռեսուրսը, ինչ որ ունենք, բայց բանակը պետք է բարեփոխվի, մարդիկ գտել են տարի ու կեսը։ Եվ այսպես ես ասեմ հետեւյալը, այդ մասով փակում եմ, այդ խոսակցությունները եկեք չխանգարենք իրար։ Այն բանակը այդտեղը չի։ Համամիտ եք, պարոն Մինասյան։ Ես մնացածը ես ինչպես կարող եմ պարոն Մինասյանի փոխարեն ասեմ բաներ, որ ինքը անում է։ Բայց որ ռացիոնալած, բա ինչ էի ասում, համալսարան է պետք, էս է պետք, ռացիոնալացնել, այո, պետք է եւ վստահ եղեք, որ կան մարդիկ, որոնք որպես զինվորականներ գեներալ, գնդապետ, չգիտեմ, ձեզից շատ ավելի լավ գիտեն, քան դուք գիտեք, որ նստում ու քլնգում եք։ Էս այնտեղ կտեղավ, գիտեք, ուրեմն տասնյակ տարիներ գրում եք, հետազոտում եք, դառնում եք քաղաքագիտության դոկտոր, ասենք, այդ տառապանքով։ Գալիս է մի հատ գինեկոլոգ, սկսում է քլնգել քեզ, հա, կամ անասնաբուժու, հա, պետք է ասվի, չէ՞, հա, զինվորականին դնում են ու սկսում են։ Ավելի սովորել է պետք նայել բան, հիմա ես այդ մասը անցնեմ, բայց այս բանը պետք է սովորենք սրան։ Խորհրդարանական հանրապետությունը այն չի, որ անմիջապես պետք է վարչապետից բռնացնես, ամեն ինչը ճշտես, սխալը եւ այլն։ Իրենց երկրներում ապրած ոնց որ թե սպիրկում էր այս ընկերը, տեսեք ձեր երկրների փորձը, ինչպիսի ռեֆորմներ են արվում եւ այլն, համեմատեք, տեսեք այս բոլորը։ Հիմա կոնկրետ մի բան ասեմ, որ լրացնի այնտեղ, այդ հարցը փակենք, էլի, որտեղ դա ինչ հարց է, որ ես չգիտեմ։ Ես կարծում եմ ճիշտ են գնում, բայց դա ճիշտ է, ընդհանուր ճիշտ է, դետալների մեջ ճիշտ է, թե չէ, օրինակ, դժգոհ եմ Հայաստանի Հանրապետություն անգլերեն լեզվի ուսուցման վիճակից։ Նախորդին էր ասեցինք, դիվենսը գալիս է, ահռելի օժանդակություն է բերում, ինքը չի գալիս։ Անգլերեն լեզու չիմանալով, ինչպես եք յուրացնելու այս բոլորը։ Այս համալսարաններով եք ամերիկյան օժանդակությունը, սրանց մասին պիտի խոսվի, ասվի։ Հիմա վերադառնանք այդ բաների մասին, ինչ որ ասում էր, ես լրացնելու կարգով եմ ուզում ասեմ, որ
Եվ դրան պիտի հասնենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը պիտի դառնա ուղեղային կենտրոն, հենց ուղեղային կենտրոն պիտի դառնա, այդպիսին է թե չէ, չեմ կարծում, որ այդպիսին է, եւ օտար ակադեմիայում մենակ ավարտելով այդպիսին հնարավոր է լինել, թե չէ, չիմանալով Հայաստանի պատմությունը, ոչ հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի առաջին հանրապետության բանակի գործողությունները վերլուծած է, առաջին հանրապետության զինվորականության գործողություններ, երկրորդ եւ այլն, բանակի մասին է խոսքը, ոչ թե ֆիդայական շարժման խոնարհում բոլորին, մենք բանակային շինարարության մասին ենք խոսում եւ այլն, այս բոլոր հարցերը պիտի հաշվի առնվի եւ արվի եւ ասեմ նրան ինչ լինի չլինի, այն Լեոնիդ Ազգադյանի բարեհիշատակ ոճը վերցրեցի, պիտի իմանալ Հայաստանի պատմություն, ասեմ ձեզ ու վերջացնեմ, ռուսական գումակային, հսկա թիկունքային ծառայություններով բանակ Հայաստանի ձեռնտու չի, գումակ, թիկունք եւ այլն, թիկունք չունենք, հրաշալի է, որ մեր ընկերը ինքը մասնագիտական փորձի նաև ասես, որ մենք ստրատեգիական թիկունք չունենք, մեր բանակը կարող է միայն հարձակվել ու վերջ, ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք, առաջին պահից առաջին օրվանից հետո, այսինքն սա լավ ամենալավ պաշտպանության ձևն է, այս սրանց մասին պիտի խոսել, քննել, ելքել որոնել, ոչ թե անընդհատ կպնել, այս մեկն էս ասեց, այն մեկն են ասեց, հիմա փաթաթան են դարձել, չգիտեմ ինչ, իշխանությանն ասեմ ձեզ, ճնշելով օգնել է պետք, իշխանությանը չի կարելի ոչնչացնել, չի կարելի, դա չեկիստական գործ է, հասկանում եք ոնց է, իհարկե դժգոհություն կա, իհարկե սխալ են անում, եւ գործ չանողը, եթե ռեֆորմի հարցը չլներ բանակի, այդ հարցը կլներ 2 տարի թե տարի ու կես, այնպես որ այս բոլորը, բայց պիտի օգներ, զինվորականությանն էլ, այո, քննադատել է պետք, բայց ոչ այն բանի համար, որ այդ զինվորականը ինքը չկարողանա որոշում կայացնել ծանրության տակ, այս նշանակում է ազգային դավաճանություն, այս մթնոլորտը, որտեղ ընկեր գնդապետը որոշում պիտի կայացնի, գործողություն, դե դուք գիշեր ցերեկ կրկրեք, մանավանդ ոչ պրոֆեսիոնալը, ոչ մի բանից տեղյակ չեղողը, հրաշալի բաներ ասում, դրանք պիտի արվեն եւ հանգիստ պիտի քննարկվեն, առանց մեղադրելու, մի նշանախոսով, Հայաստանը հավերժ անկախ պետություն է լինելու, մնացած ցանկացած պետության հետ նա կարող է թշնամի լինել, կարող է բարեկամ լինել եւ այլն։ Այս բոլորը բարակայական հարց է։ Եվ ես պարամետրերն ասեցի, 4 կողմ ունենք, 4-ն էս վիճակ է։ Լուծումները պիտի գտնել ոչ թե Ալմատիում, ոչ թե պիտի գտնել Ռյազանի տարածքներում, ոչ թե Դոնբասի գործողություններում, այլ կոնկրետ սա մեր ունեցածն է եւ մենք կրկնեմ, որ որովհետև դա ես շատ բան եմ արել, շատ հաճելի է որ լսվեց, իմացեք, Հայաստանը ստրատեգիական թիկունք չունի, չթողնեինք երկիր էս կամ փոքր լիներ, թիկունք ունենար, ինքը փոքր է եւ թիկունք չունի, հետեւաբար պիտի գործել այդ գիտակցությամբ, լուծումներ պիտի գտնել, թե չանշուշտ, եթե ստեղծագործական միտքը չաշխատի, ռազմական արվեստին չտիրապետեն, չիմանան համաշխարհայինը, բայց դրա ենթատեքստում սեփական պետության եւ առաջին հանրապետության գործողությունների այդ ամբողջը, այդ բոլորը տանուլ ենք տալու։ Եթե ժողովուրդը լավ իմանար, որ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին հայ զինվորականության գեներալիտետը գործող Կարսը ռուսների հրամանով հանձնել է Թուրքին, Շուշին հաստատ չէր հանձնվի։ Սխեման նույնն է։ Այսինքն այսպեսի բաներ պետք է քննել, որովհետեւ դրանք չկրկներ, եւ պետք է կներեք, պարոն Մինասյան եւ Գարասվի ինչտեղ։ Մենք պետք է հիշենք, որ մենք չունենք դաշնակից, աշխարհում ենք, այս պետք է ընդունենք, կունենանք թե չէ այլ հարց է։ Մենք չունենք դաշնակից, դատապարտված ենք մեր պետությունը պահելու, հզորացնելու, որ ուրիշներն ուզենան մենք իրենց դաշնակիցը լինենք։ Անընդհատ դաշնակից է որոնում, որ մեզ ուզենան, որ մենք դաշնակից լինենք։ Ասեմ, որ այս հարցում էլ է կարծես, թե դուք ընկերներ կարող են ստեղծել, բայց օգնել է պետք, ոչ թե անընդհատ Ռեֆորմ են անում, ձեր ինչ կորձն է։ Հիմա հրադառնանք ռեֆորմին, պարոն Մինասյան, տարուկ այսպես շահարկվում է, հիմա հասկանանք, դա արդյունավետ է լինելու, թե ընդհակառակը։
Գիտեք, Եվ պարոն Շիրինյանին եթե ավելացնելու կամ հակադարձելու բան ունեք, համաշխարհային պրակտիկան նայենք, մեր կողքի պետություններ, հեռահար պետություններ, ունեք Շվեյցարիան նայենք։ Հիմնականում այնտեղ դրված է մոբ ռեսուրսի մոբիլիզացիոն ռեսուրսի վրա։ Այսինքն նրանք տարին մեկ տանում են զինավարժությունների, պարապմունքի, անգամ տեսեք, ամեն մի քաղաքացի, սովորական քաղաքացի, ինքը, ասենք, ինժեներ է, ինքը գիտի իր տեղը սահմանի վրա, իր տեղը քարտեզի վրա, ինքը գիտի այդտեղ ինչ գետ է անցնում, ծանոթ է տեղանքին, որովհետև տեղանքի ծանոթ լինելը արդեն մոտավորապես 100%-ով փոխում է ամբողջ պատկերը պատերազմի։ Եթե մարդը գիտի ինքը, որ շարժվեց աճ կամ ձախ, ինչի է հանդիպելու, եթե հետադարձ եղավ ուրա գնալու, ինքը շատ վստահ է լինում։ Հիմա պատկերացրեք մարդու, ուղարկում ենք բանակ, այսինքն պատերազմա, մոբիլիզացիոն այդ բանը կատարվում է, հավաքում ենք իրենք, աշխարհազորի տեսքով կլինի դա, կարևոր չի, ինչ տեսքով է լինելու դա։ Պատկերացրեք ինքը չգիտի, ինքը չի վախենալու process-ից։ Իհարկե վախենալու է։ Անհայտությունը միշտ վախ է, չէ՞ մեզ բերում։ Իսկ եթե ինքը արդեն նախապես մի քանի տարի անընդմեջ գնացած է լինում, այդ տեղանքը գիտի, այդ տեղանքում ինքը փորձել է, վազել է, կրակել է, գիտի այդ հողը ինչպիսին է, ասենք թե անձրև է եկել եւ իր ասենք ոտնամանները ինչ ծանրություն կունենան վազելու պարագայում։ Գիտեք, թվում է մարուկներ եմ ասում, բայց պատերազմի դաշտում հավատացեք։ Պատերազմի դաշտում դրանք այնքան մեծագույն ազդեցություն են ունեն, որտեղ ինքս էլ զինվորից եմ սկսել։ Ես սովորական զինվորից եմ սկսել ու շատ լավ գիտեմ ոտնամանի խնդրեմը որն է, շորի խնդրեմը որն է։ Եթե մենք այդ մանրուքներին ուշադրություն չդարձնենք, մենք որակյալ չենք ունենալու։ Ու հիմա պատասխանը մեծ հարցին հեչ նշանակություն չունի։ Հիմա կարող է պատահի մենք գանք իշխանության, մի տարի սարքենք, ի՞նչ է պատահել, եթե դու գտնում ես, որ դա ճիշտ է։ Հիմա բանակը ով ղեկավարում է, ինքն է որոշել։ Ուրեմն ինքը ինչ որ հաշվարկ արել է եւ ես դրսից անգամ զինվորական ես, որտեվ արդեն 2 տարի առաջ եմ ծառայել, որպես զինվորական, ես իրավունք չունեմ ոչ ասելու դրական, ոչ բացասական, ես ուղղակի իրավունք ունեմ նայելու, եթե խորհուրդ կհարցնեմ, բնականաբար ես պիտի ասեմ։ Եվ ես ինչի եմ ասում, այդպես ասենք աշխարհազոր մարդիկ, որտեվ նաև բանակը հայլային անդրադարձն է հասարակության։ Մենք ուզենք թե չուզենք, ինչպիսին ունենք հասարակություն, այդպիսին էլ պիտի ունենանք բանակ, հավատացեք, այնքան զուգահեռ է գնում իրար։ Կարող է թվում է, ես հիմա ինչ որ ուրիշ բան եմ ասում, հավատացեք, ունես քաղաքացի, սովորական քաղաքացի, դա ինժեներ կլինի, կոշկակար կլինի, ով ուզում է լինի։ Եթե ինքը արդեն պատրաստ է, տեսնում է, ինքը բանակ որ գնաց, ասենք մի ամսով իրեն զորակոչեցին, մի ամսով պատրաստվել կա, հիմա 25 օրով, հավատացեք, ինքը պատրաստ է իր առաջադրանքը կատարելու, որտեվ ինքը արդեն գնացել է, տեսել է, գիտի ինչ է, ինքը չի վախենում արդեն իրականությունից։ Նույնիսկ այս ռազմական ծախսերի կրճատում, այսպես ասած, թեև իշխանությունները ասում են դրանք կրճատումներ չեն, նույնիսկ այս պարագայում համարում եք, որ վերևում այն նրանք, ովքեր որոշումները կայացնում են, արդյունավետ է, այս ամենը ճիշտ են անում։ Նորից նույն կասկածով ասեմ, ոչ թե որտեվ ասում եք հանրությունը չի վստահ, հանրությունը դառը փորձ ունի, եռաբլուրը, մեր տղաները, դա արդեն մենք պատերազմ անցել ենք եւ ազգովի ենք անցել, չէ՞։ Բանակային հրամանատարություն այսօրվա ինքն էլ է անցել, չէ՞։ Հիմա քաղաքական ղեկավարությունը եւս այդ բանով անցել է, չէ՞։ Այն մաղով անցել են բոլորը։ Պատասխանատուների մասին է խոսքը, որ մենք չենք երկուսս, դուք էլ չեք, հա։ Հիմա ուրեմն գտել են, որոշել են եւ այլն։ Բյուջեն ինչից է գոյանում։ Բյուջեն գոյանում է եկամուտներից եւ հարկերից։ Նաեւ փոխառություններից եւ ուրեմն օտարերկրյա պետության վարկերից եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ ասեմ, մարդիկ հավանաբար հնարավորությունները սա են քննարկելու հարցը չի, տեսել են մեր կարողությունը,
ավելացրել են, այդքան չափել են եւ այլն եւ այլն։ Հիմա ուրիշ բան ասեմ։ Դա ուրեմն դուք տնտեսուհի եք։ Սովորաբար հայ ընտանիքում հայ կինն է բյուջեին, այսպես ասած, լինում։ Դուք ծախսում եք այնքան, ինչքան դուք եկամուտ ունեք։ Ուզում եք շատ ծախսեք, պարտքի տակ ընկեք, այդ տունը վաճառեք։ Դա ձեր գործն է արդեն։ Հիմա սա այս մի մասը դնենք, երկրորդ մասը, որը կարծում եմ ինչ-որ գևով կարողանամ ասել ուղիղ չասելով։ Կարող է այն բյուջեն, որ եղել է, որից կրճատել են, կարող է կերել են 20%-ը։ 30 Հայաստանում դուք տեսել եք գեներալ, որ հանրությանը հայտնի է դարձել, չաղ չլնի, փորը այսքան չլնի, տեսել եք։ Արոն Մինասյան։ Չէ, գեներալ, ես իմ ընկերը գործող, ուզում եմ ասել, այդ հարցերը, այդպիսի հարցեր են, մենք չգիտենք ինչ մասով են կրճատել, ես չեմ էլ ուզում խոսել, բայց մի բան ասեմ, նախորդ ընկերը ինչ ասում, 2 տարի, ինչից է գալիս, 2 տարի սովետական բանակներ, ես էլ են կանխավ ասեցի, որ սովետական բանակի մոտելը ռուսական, Հայաստանինը չի կարող լինել, բացառված է, Դրա Շվեյցարիան առաջացավ, նա գումակի է, գողության է, թալանի է, հաստավից գեներալների բանակ է։ Այսօր Դոնբասում տեսնում եք, դոպում են տեղը, խրվել են դուրս չեն գալիս, Ուկրաինայի պոտենցիալ իր հետ չափ չի։ Մի հատ Ուկրաինայից են Կուպրյանց քաղաք գրավել այդ բանակը չի կարող, այդ 2 տարի ծառայող բանակը։ Դրա համար ուզում եմ ասել, որ բաներ կան, ես եթե լինեի հանձնաժողովում, փակ քննարկումներ իմանայի մեր զինվորական ընկերը ինչ փաստարկ կբերեր, ես ավելի կոնկրետ կխոսեի, քանի որ մենք դրան չենք տիրապետում, իսկ եթե տիրապետում ենք այստեղ քննարկելու հարց չի, կարծում եմ այդ հարցը չի, կարող ենք դատողություն անել եւ մի քիչ վստահենք, բայց իրենց էլ ասենք, որ լսեք, եթե 5 տարի հետո արդյունք չեղավ, պատասխանատուն դուք եք, այ հիմա դուք կլնեք պատասխանատուն։ Մնացածը ինչ ասեմ, ունենայիք ես 7 թվին 4-ից 7 Իսրայելում եմ աշխատել, 7-ին եմ վերադարձել, աշխատել եմ մեր եկեղեցու ճեմարանում, ասեմ։ Եկածս տարին Իսրայել ուներ պետական բյուջե 70 միլիարդ դոլար։ Ռուսաստանն այդ ժամանակ ուներ 54 թե ինչ, ասկա այդ 70 միլիարդ դոլար պետական բյուջեն ստեղծեք տեզերական արդյունաբերությամբ, միջուկային ֆեզը, որից հետո այո բանակին լավ կերակրեք, բանակին լավ ունեք այդ հնարավորությունը։ Ընդ որում կերակրելու հետ կապված պարոն Մինասյանը մի հրաշալի ծրագիր ունի, պարոն Շինյան։ Հուշեմ ձեզ, որ պարոն Մինասյանը միշտ նշում է, որ առաջնագծում խրամատում գտնվող զինվորի սնունդը եւ զորամասում գտնվող զինվորի սնունդը պետք է լինի տարբեր։ Ընդ որում մենք քննարկել ենք եւ բացատրությունները տրվել են։ Ոչ միայն դա։ Դա մի փոքրիկ մանրուքներ։ Դա փոքր մանրուք է, բայց ասեմ, սննդակարգի մեջ այստեղ լուրջ պիտի աշխատվի սննդակարգով զբաղվող բժիշկների խորհուրդներով։ Օրինակ, ես իմ ծառայության ժամանակ, դե գիտեք, հատուկ նպատակների հետ կապված ծառայություններ եղել։ Այնտեղ եթե մենք տեղ կար, որ պիտի երկար վազեինք կամ երկար քայլեինք, դրանից արդեն 2 օր առաջ մեր սննդակարգը փոխում էին, որպեսզի մենք լինենք դիմացկուն, ասենք, արևի տակ ընթանալու, անձրևի տակ ընթանալու, ցրտի ժամանակ այլ սննդամթերք էր տրվում, այս բոլորը պիտի պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցում չեղավ, հավատացեք, մենք փոքր երկիր ենք, մենք չենք կարողանալու այդ որակը ստանալ։ Տեսեք, Մոնթե Մելքոնյանը, որ ստեղծեցի, ես այդ սկզբունքով էի շարժվում, անգամ սենց բրիկետներ էինք տալիս, որի մեջ վիտամինացված սնունդ կար, եւ ես գիտեի, դա տալիս եմ, եթե օրինակ Վարդենիսից Երևան պիտի, ասենք, անցում անեինք, ուսապարկերով, զենքերով, երեխեք ասելով դե կուրսանտներից, տանում էինք, ես այլ սննդակարգ էի տալիս, որովհետև այստեղ խնդիր կար, ջրազրկման խնդրից սկսած, այսինքն զինվորական լինել, իսկական զինվորական, դա չի նշանակում միայն ավտոմատ բռնել, հավատացեք, այսօր ավտոմատը բռնում է կապիկը,
Տեսել ենք, չէ՞, պարոն Շենյան, կապիկը քանդում ինչ-որ բաներ անում ավտոմատի հետ։ Դուք էլ եք տեսել։ Հիմա հարց է ծագում։ Չանդրադառնալ պրոֆեսիոնալիզմին։ Դա արդեն պարտություն է Հայաստանի համար։ Մենք պիտի այդ հարցերը շատ լուրջ նայենք, որովհետև սննդակարգից սկսած, ինչ մարզումներ պիտի արվի, ինքը ինչքան կարող է քնել, անգամ ինձ սովորացնում էին ժամանակին վազքի ժամանակ քնել, կողքից երկու ընկերներ, մենք որ ասենք հեռահար անցումներ էինք անում, կողքերից բռնում էինք, մեջտեղին վազում ես, դու վազում ես եւ քնում ես ասելով ուղղակի ես հանգստացնում 15 րոպե, դրանք մեթոդոլոգիաներ է, որ շատերը չեն անցել, դա գերտերությունների խնդիրներ է, դա միայն գերտերություններում են նման հարցերին վերադառնում։ Հիմա եթե մենք փոքր պետություն լինելով չվերադառնանք այդ խնդիրներին, ներող կրնեք, մենք պիտի պարտվենք։ Ու գիտեք, հեչ պատահական չի, որ 20 թվականի պատերազմին մենք թշնամու թիկունքում չունեցանք գործողություններ։ Դուք հիշում եք, պարոն Շենյան, մի հատ ավտո շուռ գար, մի հատ կամուրջ պայթեր, մի բան հիշում եք։ Այդ ինչի մասին է ասում, որ մենք հատուկ տեսակի բանակ չունեցանք։ Պատերազմի չէինք պատրաստվել։ Մենք պատրաստ չէինք, մենք անընդհատ ասել պարոն Շիրինյանի մեզ վագր էինք զգում, Կովկասի վագրն էինք, հետենց ոնց կլինի։ Պարոն Մինասյան, որ ասում եք պատրաստ չենք, ես հիշեցի 2 օր առաջ քաղաքապետարանի այդ առավոտվա նիստների հետևում Կարո Արեյանը ասաց, որ կենտրոն չեն կարողացել մեքենաները մտնել խցանումների պատճառով եւ դրա համար կենտրոնի տարածքը չի ձնամաքրվել ժամանակին։ Ես հիշում եմ, որ ճանապարհների խցանումների հետ կապված դուք միշտ ասում եք, որ պատերազմող երկրի համար խցանված փողոց չպետք է լինի։ Սա էլ այս հարցն էլ այս հարց ես հիմա ուզում եմ դիմեմ նաև թե ոստիկանին։ Ուզում եմ ասել, մի փոքրիկ ձուն մաքրելու համար մենք չենք կարողացել իրավիճակը։ Ես ուզում եմ դիմել թե ոստիկանությանը, թե երկրի ղեկավարներին։ Նայեք, նորմալ երկրներում, մանավանդ այն պարագայում, որ մենք sense բարձրահարկեր ունեցանք, այսինքն Երևան քաղաքը դեպի վերև աճեցրեցինք եւ ոչ թե լայնությամբ աճեցրեցինք, մենք եթե ԱԹՍ-ը մի հատ եկավ, մի երկու տեղ, մի երկու շենքի հարված է, չէ՞, մենք խնդրեմ ենք ունենալու, որովհետեւ տեսեք, ճանապարհները պետք է հստակ, դա է, սա վերաբերվում է նաեւ փրկարար խմբերին, 911-ին էլ եմ ասում, թող իրանք հիմա դրա մասին մտածեն, որ ճանապարհը պիտի թողնել զինվորական շարժումների համար, դառնում է միակողմանի թե երկկողմանի, բայց զինվորականների, որը մեքենաների համար, որոնք պետք է օգնություն ցույց տան բժշկական, այսինքն շտապ օգնության մեքենաների համար, որը բնակչության համար, մենք այսօրվանից խաղաղ ժամանակ, եթե նման հարցերի չվերադարձանք, մենք արդեն խնդրեմ ունենք, ժողովուրդ ջան, հասկացեք։ Մենք չվերադարձանք նաև նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա իր անելիքը պատերազմի ժամանակ։ Ես օրինակ բուժքույր եմ, այսպես ասած, բայց այս 2 տարիների ընթացքում ինձ ոչ ոք դուրը չթակեց եւ ասեց դու ինչ հնարավորություն ունես անելու։ Սա էլ է խնդիր։ Բոլորը խնդիր է, անգամ խաղաղ ժամանակ, անգամ եթե դուք բժիշկ չեք, այ եմ ասում եք բժշկական որպես բժիշկ պիտի։ Որպես բուժքույր ունեմ, այո, դուք անգամ ձեր շենքում ապրելուց արդեն պիտի իմանաք, sense problem եղավ, դուք հրահանգներ պիտի ունենաք, ձեզ պիտի պարապացնեն, պիտի աշխատեն ձեր հետ։ Մենակ այն չէ, որ պաժարնի մեքենանա գալիս է, չգիտեմ, այլ փրկարարներ, քաղաքացին ինքը պիտի պատրաստ լինի առաջի հերթին պաշտպանել իրեն, հետո հարևանին։ Այսինքն պետք է այդ պահին իմանա իր տեղը, անելիքները, ում դիմել եւ ինչ անել։ Որ դիրքում է ինքը, որտեղ է հարևանի տանն է, բարեկամի տանն է, գյուղում է, որտեղ է, կարևոր չի, պետք է հրահանգները հստակ լինի։ Սա էլ է, չէ, հզորանալու տարբերակ։ Նայեցեք ինչ կա, այո։ Ուրեմն նախ շարունակեմ էլի։ Մենք պետք է ակաժներից ողանենք հետևյալը, որ առաջիկայում մնում ենք լեռնազանգվածային պետություն, ուրիշ տարբերակ չկա։ Լանդշաֆտը է։ Լանդշաֆտը սա է եւ սննդակարգը դա պետք է նկատի ունենալ, նաեւ կալորիականությունը շատ ուտելը չի հարցը, որովհետեւ թեթև լինել, որովհետեւ շատ կարող է հաց ուտել, ոչ մի բան չստացվի, կալորիա չառաջանա։ Այս հարցերը պետք է ռացիոնալ ձևով լուծվեն։ Օրինակ վերջին տարիներին հրապարակվեց
բանով գերմանացիները 45 թվից այդ բանակի համար ռացիոններ ինչ որ մնացել է մինչև հիմա երշիկը եւ այլն գրած էր նկարած էր զինվորի պայոք որ ասում են հայերեն ինչպես է լինում զինվորի այդ բանը իր պահոստը այդ սննդակարգ օրվա մնացել է չի փչացել ուրեմն սա պիտի արվի հիմա դուք էլ կարող եք Ամերիկա օրինակը բերեք եւ այլն բայց ռուսականը չբերեք դա մերը չի դա պիտի դրանից ազատվել ռացիոնալ ինչ է հնարավոր հիմա մնացածը էս պիտի լինի չէ ուրեմն ինչ եմ ուզում ասել իհարկե դա քննարկելու շատ հանրային բան չի Հայաստանի Հանրապետության նորից կերում զինված ուժերի գլխավոր շտաբը պիտի լինի ուղեղային եւ կազմակերպական կենտրոն ինքը իր հանձնարարականներ պիտի ճեստի բոլոր ոլորտներին այն բանակները որոնք իմ ասած սխեմայով են աշխատել այդ ժողովուրդները միշտ հաղթական են կարող եք նայել անգլիական գլխավոր շտաբ եւ այլն ուզում եմ ասել սա պիտի լինի սրանք չպիտի որտեղ թիկունքում մնում են քննարկում չկա ոչ մի բան հայտնի չի իրենք ուրեմն սա պիտի իջեցնեն բուժքույրը որտեղ մոտավորապես հանձնարարականներ բայց հիմա քաղաքական մի հարցի կամ որի մասին ես այստեղ շատ եմ խոսել եթե դուք պատերազմում ծանրագույն պարտություն եք կրում մեծ կորուստներով եւ նաեւ դավաճանություններով իսկ այդ բանակը բոլորով հանդերձ պահում է այսքան տարածք այսքան վիճակ եւ այլն ու հաջորդ օրը ինչ որ կլաններ այդ երկրին պարտադրում են ցույցեր գործատուլներ անհանգստություն մի խոսքով քաղաքական իմաստով երկիրը տեղափոխում են Մոսկվայի պահանջով անկայունության կայուն վիճակի Ինչպես եք դա անելու դուք կարող եք բացատրել ինչպես է հնարավոր մեր ընկերը որ ես ինքն է որ լավագույն արդյունք կտա անկայունության մեջ ինչպես է նա այդ բոլոր կազմակերպել մտով որ մեկ կարող է Պարոն Մինասյանին կլսենք քաղաքական հարցեր կան դրանք պիտի լուծվի կոմպլեքսով քաղաքական ռազմական տնտեսական եւ այլն բայց նաեւ լավագույն օրինակների փոխանցումով մեր բանակին եւ զինվորներին սպաներին որտեղ մենք փայլուն զինվորներ ենք ունեցել ու ունեց կանք այդ դաստիարակությունը փոքրուց մինչև վերջ մինչև համալսարաններ կրթական ցիկլի փոփոխություն եւ այլն ես ներողություն խնդրում մի օրինակ բերեմ եւ նաեւ Պարոն Շիրինյան դուք օրինակը կբերեք ես հերթատիտողների մի հայտարարություն անեմ որ ժամանակը լրանալով մենք ABC-ից դուրս կգանք բայց կշարունակենք մեր զրույցը մնացած մեր ալիքներում այնպես որ կարող եք հետևել Ես ուղղակի չեմ ուզում ճանապարհ կներեք էլի մի օրինակներ են պետք օրինակներ որ բանակային բան զորամասերում պիտի լինի դրված այն զինվորներ, այն սպաներ, այն գեներալներ, որոնք պարտադիր չի մահացած լինեն, էլի հասկանում եք, նայած ինչ, ովքեր օրինակել են եւ այլն։ Եվ բանակին առաջարկ ունեմ հենց գլխավոր շտաբին։ Ուրեմն 18 թվականի օգոստոսի 4-ին իշկանիշում եմ Բաքվի Են էպոպեայի ժամանակ, դա կոմունա չի, էպոպեա է, ուրեմն հայկական ազգային զորամասերը թուրքական ներխուժման ժամանակ, ուրեմն վերջին ագորտին էին գալիս եւ սպանտի վտանգ կար եւ այլն։ Այդ օրը ազգային խորհուրդ Հայաստանի Բաքվի, ուրեմն ինչ կարողություն ունի Բաքվում կուտակած ռեսուրս եւ ռեզերվ դնում է մարտի մեջ։ Մարտի մեջ է նետում նաեւ կուրսանների հրետանային մի կուրսան որ հայկական էր մի անուն եմ ասելու թող իր կերպարը ուրեմն բանակը խնգարկի բանը ուրեմն կուրսաններից հրետանային այդ բան ուսումնարանի կուրսանտ առավոտ կանգնում է ժամը 7-ին սկսում է ճակատամարտը մինչև երեկո Ռուբեն Շաթերյան հատուկ եմ ասում Ռուբեն Շաթերյան կուրսանտ որը օրվա մեջ 42 տեղից մարմենի վրա վնասվածք է ստանում 42 տեղ շրապները տալիս մի ձեռը մի աչքը մի բան տանում է ինքը մնում է իր ուրեմն այդ հրետանու վրա մինչև վերջ Բաքվի անկումից հետո այդ եւ այլն ինչ որ այդ վիրավոր տղան 42 տեղ
Ինչպես է եկել Հայաստան հասել, առաջին հանրապետության բանակում ծառայել է, օրինակ վերցրել է, եկել է բոլշևիկի, մենշևիկի անու բաներ ցույց տակ, թող դրվի այս կարգի բաներով, այսօրվա մեր հերոսներ, իրական հերոսներ, չէ, ունենք, մարդիկ իրենց պայթեցրին, բայց չհանձնվեցին եւ այլն, բայց ես պայթեցումները չեմ խրախուսում, մենք պիտի ապրենք կռվելու համար, ոչ թե ուրեմն մենք պիտի սովորեցնենք, այո, կռվիր, բայց պիտի ապրես։ Պարոն Մինասյան մի կարգախոսում, զինվորին պետք է սովորեցնել, թեկուզ առանց Ռուբեն Շաթերյան, թեկուզ առանց զենքի, շշմելու բան է, նաեւ գեներալիտետի համար ասեմ, 18-20-ին ցարական բանակը մինչեւ Ախալցխան գիտեք, քաղաքից մի գերտաստան ցարական բանակին տվել է 4 գեներալ, Բոզոյաններ, խնդրում եմ գտեք ով է, միլիոն անգամ ասել եմ այդ պատմաբաններ, 4 գեներալ մի գերտաստանը ցարական բանակին, պատկերացնում եք, լուրջ դիմա, չէ, այսինքն սրանց դեր պիտի լինել, որպեսզի այդ ժառանգորդումը լինի, անընդհատ պետություն չունենք, ով ասեց, մենք մեր բանակը ստեղծել ենք առաջի հանրապետության մինչև հանրապետություն լինելը, ստացվել է այնպես, որ բանակ ավելի շուտ է, բանակային առաջին կորպուսը գազմավորվել եւ մարտի մեջ մտել, մինչև Սարդարապատի ճակատամարտ, սա պատմության մեջ եզակի դեպք է, տեսեք սրանցով, որ դաստիարակվել, սրանց փորձը եւ այլն, դե մենք կրնենք իսկական են հայերը, որ Արտաշես առաջինը կուզենար։ Պարոն Մինասյան, փորձենք ամփոփել օրվա խորհուրդը, անելիքները, ինչից պետք է սկսենք եւ որ պետք է գնանք։ Գիտեք, ես արդեն ասել եմ, որ պիտի սկսել հենց փոքրուց, մանկապարտեզ, դպրոց, որովհետեւ բանակը պետք է հանգուցալուծումը լինի, վերջն է։ Հաշվի առեք, որ բանակում դաստիարակվում է հայ ընտանիքի հայրը ապագա։ Եթե մենք նայելու լինենք մի տարվա ծառայությունը, որ ես 24 ժամ եմ համարում, որովհետև ընկերոջն է ծածկում, դաստիարակություն է, դա նույնպես դաստիարակություն է։ Դպրոցի 10 տարվա անցած ճանապարհին եւ գիտեմ, որ ընտանիքի հայրը որպես տղամարդ կայանում է բանակում։ Եվ ես ուրախ կլինեմ, որ մեր հրամանատարությունը, մեր վերին հրամանատարությունը այդ բոլորը ճիշտ կարողանա օգտագործել վաղվա հայ ընտանիքի հորը ձևավորելու գործում։ Ես շատ եմ դա կարևորում գոնե։ Որտեւ եթե վերադառնալուց հետո ընտանիքներ են կազմում եւ այդ ընտանիքները ամուր են լինում եւ ոչ թե մեկ տարվա ընթացքում արդեն անհաշտությունների հենց դրա մասին եմ խոսում, որտեւ ինքը բանակում պիտի սովորի ներել, բանակում պիտի սովորի սիրել, ես տեսեք ներել սկզբից ասեցի, չասի սիրել ներել, որտեվ սիրողը միշտ ներում է, ներել, սիրել, հետո արարել, այդ 3 հարթակները ունենալու պարագայում դուք իմացեք, որ ամուր ընտանիք եք ունենալու հայկական, ընտանիք, որտեղ հայրը կարողանալու է երեխային դաստիարակել, մենք հիմա Հայաստանում դաստիարակությունը թողել ենք մոր վրա, իսկ մայրը դաստիարակում է ավելի խեղճ, չնայած մենք ընդունում ենք, որ ոգին մորինն է, մայր Հայաստան, արձան, հուշարձան ենք դնում եւ այլ, բայց հավատացեք, հայրը ավելի շատ անելիք ունի, քան մենք տեսնում ենք դա։ Եվ ես խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր ուզում են դաստիարակել բանակում վերելքը հայ ընտանիքի հորը։ Եվ վերջում հարցս հետևյալն է, որպեսզի զինծառայողը հանգիստ աշխատի, նրա սոցիալական պայմանները պետք է լավը լինեն։ Աշխատանքի բարձրացություն, բնակարանային պայմաններ, մի խոսքով պետք է հանգիստ լինի, որ աշխատանքի բարձրացությանը տեսեք։ Ես օրինակ ուզում եմ, որ նաև մեր ղեկավարությունը վերևում տարբերակեն շալվար մաշացնող զինվորականների եւ այն զինվորականների մեջ, որոնք ծառայում են, որոնք անգամ տեսեք մցրել են այդ ատեստավորում բանը խնդիրն են մցրել։ Հիմա սահմանում կանգնած մարդը կրակի առաջ հազիվ իրան տաքացնում է։ Նա ոնց է պարապելու, ոնց է վազելու, չէ որ իր արդեն խնդիրներ ունի, հենց առողջական խնդիրներ ունի։ Մենք դրանց թողնում ենք, մենք էլ, չգիտեմ, շալվար մաշացնող մի կաբինետային
հրամանատարի ատեստավորում ենք, որը 3 անգամ ավել է ստանում, քան են տղան, քան են սպան, որոնք բանը։ Ես իմ աշակերտներից գիտեմ, սաներս նոր արդեն 7 զանգ ա եղել ինձ առավոտ շուտ բանակի կապակցությամբ, որոնք արդեն լեյտենանտներ են, կապիտաններ են։ Ես անմիջական կապ ունեմ իրենց հետ եւ գիտեմ նրանց վիճակը։ Գիտեմ, որ իրենք չեն կարող անգամ այդ ատեստավորումը անցնել, որովհետեւ մարդը 15 օր սարերում ցրտի մեջ ոնց եք պատկերացնում այդ հավասարություն։ Եթե հավասարություն չեղավ, եթե մենք չգնահատեցինք բոլոր այն տղաներին, որոնք իսկապես մեր մաշկն են, մեր պետության մաշկն են, մենք հաջողություն չենք ունենա։ Մեր հաջողությունը միայն արդարության մեջ պիտի լինի։ Ուզենք, թե չուզենք, հավատացեք։ Ուրեմն արդար Հայաստան դա բոլոր հարցերի հատկապես բանակի հաջողության գրավականն է, բայց ձեր ասած հարցերում կարծում եմ շատ էլ բան որոնելու բան չկա, ինչպես անելը, որտեղ մեր փորձը կա, աշխարհի փորձը կա, որոնք որ հաջողել են, կարելի է վերցնել։ Սոցիալական այն փաթեթը, որի դուք ակնկալում եք, Իսրայելում լավագույնս կիրառվում է։ Օրինակ, Իսրայելում ես այսպես գիտեմ, դասալիքը ինչ ձևով ուզում է լինի բանակից երբեք պաշտոն չի ստանա, այլևս Մոսադը կբռնցնի միտեղ կամ մյուսը։ Եվ այդ մնացած համալսարաններում արտոնություններ, թոշակ եւ այլն։ Օրինակ ես առաջարկում եմ Իսրայելի բանակի փորձը նայել եւ ռացիոնալը վերցնել, դրանով ոչ վատ բան չկա, միջև մտածենք նման կարգի ասենք պարոն Մինասյանի նման կարգի մասնակետ ծառայած զինվորականներով հավաքվել, այդ բոլորը վերցնել եւ շարժվել առաջ, որտեղ մենք ժամանակ չունենք։ Ես հայ ժողովրդին ուզում եմ ասել, բարեկամներ, ժամանակ չունենք, սոցիալական եւ քաղաքական զարգացման ընթացքը շատ արագ է գնում։ Մի անգամ հետ մնացողը միշտ է հետ մնում։ Այսպես դա պիտի անվի, վերցնել շատ բաներ, ինչ կա որ ամոթ բան չի։ Հա, իհարկե, իսկապես ունեն, այնտեղ խուսափ բանակին չեն վազում, մենակ են չի, որ շատ են հայրեն ասել, գուցե հայ... Ընդ որում Սուրեն Պապիկյանը մի այսպիսի իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում արեց հետևյալը, չէ, նրանք ովքեր ում տղաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չէին, աշխատանքից ազատեց։ Հա, այդ լավ է կիսատ է, քննադատությունների թեմա դարձավ եւ այսպիսի մի բան, որ ովքեր չեն ծառայ այդ զինված ուժերում չպետք է պաշտոններ ունենան։ Հա, բայց պետք է մենակ ասվի չէ, արվի։ Հենց հա է։ Եվ ոնց որ հիմա Հայաստանը ճգնաժամի մեջ բերած մարդիկ ազգային ժողով չպետք է մասնակցեն ընտրություններին եւ գնան։ Այս նույն բանն է։ Բայց Իսրայելի բարակայում չեն չի որ հрьяաները շատ ավելի հայրենասեր են, քան մեր երիտասարդները։ Բայց նա գիտի որ եթե բանակ չգնաց ցախալում չծառայեց կամ մյուս օրամասում, նա ապագա չունի եւ նա անգիր գիտի։ Ես տեսել եմ հայաստանյան մոր գծով հрья ինքնաթիռում մոռացել եմ աղջիկ, որը շտաբում էր Իսրայել, որ բանակում ծառայություն անցնել մեր հայուհի մոր գծով հрья բանակում որպես է հետո խնդիր չունեն այսպես եւ դա սոցիալական փաթեթի մեջ է հետո այս արտոնությունը չկա այն համալսարան չես կարող այս եւ ան վերցրեք օրինակը վերցրեք եւ դու ասած խոսներ պետք է օրինակներ ունեն ասեցիք ուրեն որոնք պատժվեցին ասելը քիչ է Շնորհակալություն եմ հայտնում հարգելի հյուրեր մեր տաղավարում լինելու համար, ասելիքները շատ են, կարծում եմ մեր այսօրվա հաղորդումը ստացվեց, եւս մեկ անգամ շնորհավոր ենք մեր զինված ուժերում ծառայող տղաներին, սպայական կազմին, պարոն Մինասյան, այսօր իդեմս ձեզ բոլորին, այնպես որ հաջորդ տղաներին, որոնց մենք կորցրեցինք, թողլույս իջնի նրանց շիրիմներին Շնորհավորում եմ բոլորին։ Առանց նրանց հնարավոր չէր այս հաղթանակը եւ ինչպես դուք եք ասում, բանակը երբեք չի պարտվել։ Չէ։ Հայ զինվորը չի պարտվել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։